Նախընտրական փուլում ներքաղաքական զարգացումների առաջարկվող ընտրության, իշխանություն ընդդիմություն պայքարի մասին այս պահին զրուցելու եմ Հայաքվե նախաձեռնության վարչության անդամ Աննա Կոստանյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Կոստանյան, Փաշինյանը, որը գրեթե ամեն օր խոսում է իր վերած խաղաղության մասին, երեկ հստակ ձևակերպեց, որ եթե ընդդիմությունը ընտրվի, ապա լինելու է պատերազմ։ Սա քաղաքական վերլուծություն է, թե արդեն պարզ հստակ սպառնալիք սեփական հասարակության նկատմամբ։ Ըստ էության Փաշինյանը հասկանալով, որ վերջերս տեղի ունեցած սոցիոլոգիական տարբեր հարցումների արդյունքում ի հայտ եկած ռիսկը, անդիմության օրորյա աճող վարկանիշի առնչությամբ կարող է իր համար դառնալ մեծագույն վտանգ առաջիկայում ընտրությունների միջոցով իշխանությունը կորցնելու, ընտրել է ուղիղ ձևով ժողովրդին ահաբեկելու ճանապարհը։ Սա կարելի է նաև դիտարկել ազգային անվտանգության տեսանկյունից, որովհետև եթե նա հստակ ազդակներ է տալիս իշխանություն կրողը լինելով, նշանակում է որևէ պայմանավորվածություն ունի նաև Ադրբեջանի իշխանության հետ։ Տեսեք, եթե դրանք պարզապես լինեին մտածածին, այսպես հայտարարություններ, օդի մեջ, բայց մարդը նշում է հստակ ժամկետներ, մատնանշելով հունիսի ընտրություններից հետո սեպտեմբերին, այսինքն հնարավոր պատերազմի ռիսկերի մասին։ Սա փաստացի ազդակ է մեր ժողովրդին, որ Փաշինյանը ցայտնոտի մեջ լինելով ընտրել է ահաբեկման ճանապարհը, որպեսզի պատերազմի միջոցով ստիպի մարդկանց գնալ ընտրատեղամասեր եւ իրեն ընտրել։ Բայց ակնհայտ է, չէ, որ պատերազմի մասին իշխանությունը երբ խոսում է, հենց պատերազմն է ինքը պետք է։ Ի վերջո վերջին տարիների պատերազմները հենց այս իշխանության օրոք եղավ։ Իսկ խաղաղությունը պայմանավորված է բացառապես ՔՊ-ի լինելիության դեպքում։ Այո, սա իրենց հիմնական թեզն է, եթե մենք չենք, ապա պատերազմ է լինելու։ Այսինքն, եթե մենք չենք լինի, ընտրություններին ընդդիմությունը մեծաքանակ ձայներ կհավաքի եւ մենք իշխանությունը կկորցնենք, ապա մեր պայմանավորվածությունը այդ արդեն ճակերտների մեջ Ադրբեջանի հետ ուժի մեջ կմտնի եւ Ադրբեջանը գուցե հերթական լայնածավալ պատերազմը սանձազերծի Հայաստանի արդեն այդ դեպքում որը պիտի լինի հավաքական ընդդիմության հակադարձող թեզը կամ ՔՊ կամ պատերազմ ձևակերպմանը։ Գիտեք, ընդհանրապես այսպես բարդ թեզերի շուրջ պետք չէ խորանալ, որովհետև իրականությունը շատ ակնհայտ է։ 8 տարի շարունակ 2020 թվականից սկսած Արցախի հանդեպ տեղի ունեցածից այս իշխանությունը միայն աղետներ է բերել, ուրիշ ոչ ոք, ոչ մի նախկին իշխանություն չունի այդպիսի բարդ, վատ եւ պատերազմական ժառանգություն, ինչպիսին որ ունի այս իշխանությունը, հետեւաբար իրենք գոնե չպետք է խոսեն պատերազմ բերելու մասին։ Իսկ ընդդիմությունը ինչ պետք է անի, իմ կարծիքով առաջին հերթին ներքաղաքական պատերազմները մեկը մյուսի հանդեպ պետք է դադարեցնեն, որպեսզի կարողանան adekvat ձևով հասարակությանը բացատրել, որ այսօրվա իշխանությունը իրենց գցում է մոլորության մեջ։ Տիկին Կոստանյան, իրականում ամենաշատը հենց այս փուլում խոսվում է ընդդիմության միասնության մասին։ Իհարկե կան նախաձեռնություններ, որոնց հաջողվել է լուրջ դեմքերի համախմբել, օրինակ միասնության թևերը, առաջարկ Հայաստանին եւ այլն, բայց շատ ակնհայտ է ընդդիմության ներսում հակասությունները։ Ի՞նչն է խնդիրը, միավորվելու ամբիցիաները, թե գաղափարական տարբերություններ են։ Նախ տեսեք, ընդդիմությունը շատ բազմաշերտ է, պարլամենտական ընդդիմությունը իր հերթին երկու թևերը եւ արտախորհրդանական քաղաքական ուժերը բնականաբար, եթե մեծ հաշվով դիտարկում ենք, քաղաքական այսօրվա լանդշաֆտը, այո, մեկ խնդիր կա լուծելու, առաջիկա ընտրություններին իշխանությանը թույլ չտալու, որպեսզի վերարտադրվեն, սակայն ակնկալել, այդպես երազային տրամաբանության մեջ, որ այդ բազմաշերտ ընդդիմությունը պետք է կարողանա այսպես իր մի ամբողջության մեջ միավորվել, դա բնականաբար կարծում եմ հեռու է իրականությունից։ Պարզապես պետք է այս բոլոր ուժերը գիտակցեն, որ իրենց նպատակը, այդ իշխանությանը չթողնելու, որպեսզի վերարտադրվեն, իրենք առնվազն գոնե պետք է քաղաքական կոռեկտություն պահպանեն մեկը մյուսի հանդեպ։ Եթե իրենց ամբիցիաները ստորադասեն սեփական, ուրեմն սեփական ամբիցիաներ ստորադասեն ընդհանուր նպատակին, ապա կարծում եմ հնարավոր կլինի ընդհանուր խաղի կանոններ ֆիքսել, առաջնորդվել, դիմանալ գոնե մինչև հունիսի 7-ը, դրանից հետո նաև փորձել արդեն պարլամենտում պայմանավորվածություններ ձեռք բերել։ Արդյոք կհաջողվի, բարդ է կանխատեսել, առնվազն
այս ուղերձը անընդհատ պետք է տալ Բայց գոնե վերջին օրերին շատ ավելի ակներև են դարձել այդ կծմթոցները միմյանց նկատմամբ, ի՞նչն է ընդդիմությանը այս փուլում ակտիվացրել միմյանց դեմ։ Գիտեք, մի շատ պարզ պայման կա, երբ չես կարողանում զսպել այդ անծայրածիր անհագ ատելությունը դիմացինի հանդեպ, դու դրանով արդեն բացահայտում ես քո նպատակների անազնիվ լինելը։ Հետևաբար նրանք պետք է գիտակցեն, հա, եթե չեն կարողանում զսպել իրենց միջև չմաքրված հաշիվները, ատելությունը մեկը մյուսի հանդեպ, մեկը մյուսին թիրախավորելու, քննադատելու, տարբեր մեղադրանքներ հնչեցնելու, ապա ընկերներ, մենք կասկածի տակ ենք դնում ընդհանրապես ձեր քաղաքական մոտիվները եւ ազնվությունը հայրենիքի, ինքնիշխանության եւ վառ ապագա կերտելու մասին։ Սա շատ պարզ է, ակներև է եւ բացարձակ ապացուցման կարիք չունի։ Ընդհանուր խաղի կանոնները որոնք են։ Ֆիքսել, որ կա մեկ խնդիր, ընդ որում սա նպատակ չէ, հա, այս իշխանությանը չթողնելու ընտրությունների միջոցով վերարտադրվել եւ ես բացեմ մի փոքր փակագծերը, որովհետեւ կարող է այդպես տարբեր մտայնություններ առաջանան, ինչ է նշանակում չթողնել իշխանությանը վերարտադրվել։ Չթողնել նշանակում է թույլ չտալ տեղերում ընտրակեղծիքները, որոնք բազմիցս այս վերջին 8 տարիների ընթացքում եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում եւ համապետական ընտրությունների ընթացքում ամենավառ ձևով դրսեւորվել են։ Եվ այդ կեղծիքները պարտադիր չէ միայն ընտրատեղամասերում լինեն, դրանք կարող են մինչեւ ընտրությունները լինել, օրինակ պարգևավճարները բաժանելու ձևով, այսինքն սրանք երաշխավորված ընտրական կաշառք է, որ իշխանությունը գտել է լուծումը օրինականացնելու տարբերակով հնարավորինս ապահովագրելու իր թոշակներ գյուղատնտեսության ոլորտում, այո, ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին իր երաշխավորված քվեները։ Տիկին Կոստանյան, երեք Փաշինյանը նաև հստակ խոսեց արտաքին միջամտությունների մասին ընտրական գործընթացում, մատնացույց անելով Բելարուսը եւ Ռուսաստանը, բայց այդ ամենին զուգահեռ փաստորեն իշխանությունը դիմել է Եվրամիությանը, որպեսզի Եվրամիությունը պաշտպանի Հայաստանում արտաքին ընտրական գործընթացը արտաքին միջամտություններից։ Փաստացի մենք դիմել ենք մի արտաքին ուժի, մեկ այլ արտաքին ուժից պաշտպանվելու համար։ Ինչպես է այս գործընթացը իրականում տեղի ունենում եւ իրականում ինչ նպատակ ունի Եվրամիությունը Հայաստանում։ Սա կարելի է մեկ բառով կոչել երկակի ստանդարտներ։ Այսինքն եթե քո խնդիրը միայն այսպես պայմանականորեն, հա, Ռուսաստանից պաշտպանվելն է, որպեսզի Ռուսաստանը որևէ կերպ չկարողանա միջամտել ընտրական քո ներքին process-ներին, թեև մի փոքր բարդ է պատկերացնել, թե այդ ինչ մեխանիզմներով պետք է արվեն, եթե նրանք սրա մասին խոսելով նկատի ունեն Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերին, ապա այդ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ լիարժեք իրավունք ունեն մասնակցելու ընտրական process-ներին, ինչու՞մ է խնդիրը։ Եվ մյուս կողմից շատ անթակույց ձևով նրանք գումարներ են միլիոնավոր ստանում, 150 միլիոն, եթե ճիշտ եմ հիշում, 150 միլիոն Եվրոմիությունից ստանան, որպեսզի պայքարեն տարբեր պրոպագանդիստական խմբավորումների, թե որտեղ են այդ պրոպագանդիստական խմբավորումները, այդպես էլ չգիտենք, եթե նկատի ունեն մեդիայում գործող, հա, զանգվածային լրատվամիջոցներում հաղորդումների, զրույցների, հարցազրույցների ձևով հանրային դեմքերի, ապա այդ նույնը գոյություն ունի եւ տեղ է գտնում նաեւ արևմտյան զանգվածային լրատվամիջոցներում, ավելի ագրեսիվ ձևով եւ ավելի կազմակերպված ձևով ընդ որում։ Սա երկակի ստանդարտների հստակ դրսևորում է։ Մենք, այսինքն իրենք ասում են, որ մենք պատրաստ ենք Եվրոմիությունից գումար ստանալ եւ եվրոպական տարբեր առաքելություններ ընդգրկել ընտրական process-ներում, պայքարելու Ռուսաստանի դեմ, բայց նրանք չեն ուզում դիտարկել, այս երկերեսանիություն էլի, չեն ուզում դիտարկել, որ հենց Եվրոմիությունը այդ առաքելությունների միջոցով կարող է ինքը միջամտություն թույլ տալ որը շատ նման է Մոլդովայի օրինակին։ Այո, Մոլդովայի օրինակից շատ են խոսում, Հայաստանը կարող է դառնալ յուրօրինակ, նույնիսկ Մոլդովայից տարբերվող օրինակ։ Հիմա խնդիրը նրանում է, որ սա հող է նախապատրաստում ըստ էության, որպեսզի այդ միլիոնավոր եվրոները իրենք կարողանան լեգիտիմացված ձևով ուղղեն ընտրական process-ներում խոչընդոտելու։ Ընդ որում շատ է խոսվում, որ գումարների մի ծանրակշիռ մասը ուղղվելու է սոցիալական ցանցերում վերահսկողություն հաստատելու համար, եւ սա
հսկայական ռիսկ է, հա, քաղաքական ուժերի, քաղաքական դերակատարների, տարբեր տեխնացուների համար, ովքեր կաշկանդված են լինելու սեփական քարոզարշավը սոցիալական ցանցերում կազմակերպելու տեսանկյունից։ Դե հիմա 3 ականատես եղանք, որ նույնիսկ սեփական կարծիքը կոմենտում գրելու համար կարող ես պատասխանատվության ենթարկվել, մանկահասակ երեխաների մորը պարզապես տարել էին քննչական բաժին 1 տարի առաջ գրած մեկնաբանության համար։ Տեսեք, այսօրվա պայմաններում մենք արդեն չենք կարող երաշխավորված ասել, թե որ բառը եւ որ արտահայտությունը, նույնիսկ ամենաանմեղ արտահայտությունը կարող է հիմք հանդիսանալ այսօրվա ռեժիմի ներկայացուցիչներին, որպեսզի իրենք ինչ-որ մեկին բերման ենթարկեն կամ սահմանափակումներ, սանկցիաներ կիրառեն սոցիալական հարթակներում դրսևորելու իրենց կարծիքը արտահայտելու ուղղությամբ։ Եվ իրենք բոլորովին չեն ուզում հիշել իրենց իսկ պաշտոնատար անձանց, ովքեր հանրային հեռուստաեթերներում ազգային ժողովի նիստերի ժամանակ հանձնաժողովների նիստերի ժամանակ բաց սպառնում են ընդդիմադիր քաղաքական տարբեր գործիչներին էլ ականջ կտրելու, էլ չգիտեմ, ականջը ծամելու, մեկի քույրներ նման արտահայտություն արել, այսինքն այս վարքագիծը բացարձակ ապացույցն է այն բանի, որ սրանք շարժվում են ավտորիտար ռեժիմ ստեղծելու ուղղությամբ։ Սա բռնատիրության առաջին նշաններն են։ Ոչ մի բռնատիրական ռեժիմ երբևէ չի սկսել հենց ուղիղ բռնատիրական քայլեր անելուց, նրանք սկսել են փափուկ ուժ կիրառելով, ժողովրդավարության մասին խոսելով, սոցիալական արդարության մասին խոսելով, հետո կամաց առնելով իշխանության համը եւ հասկանալով, որ իրենք թույլ են տվել այնպիսի աններելի հանցանքներ պետության եւ ժողովրդի հանդեպ, սկսել են ձգել սանձերը պետական իրենց ռեժիմի եւ անցել արդեն բռնատիրությանը, մարդկանց կաշկանդելու, ահաբեկելու, բանտեր նետելու։ Դե ասում են անօրինականության դեմ ենք մենք պայքարում։ Իհարկե, ցանկացած քայլ կարելի է անվանակոչել անօրինականության դեմ պայքար, նույնիսկ ասենք 4 երեխաներ ունեցող տուն հարազատ հայրենիք կորցրած կնոջը, ու այստեղ չեմ ուզում սեռային տարբերակում անել, պարզապես մարդը, ով կորցրել է իր հայրենիքը, ունի անչափահաս երեխաներ եւ իր պորտքման արտահայտումը սոցիալական ցանցում գրելու համար, ինչ թե դա վարչապետին է ուղղված եղել, գիշերվա կեսին գան եւ բերման ենթարկեն։ Սա էլի երկակի ստանդարտներ են, այդ նույն քայլերը իրենք երբևէ չեն դրսևորի սեփական աջակիցների հանդեպ, որովհետեւ ապացուցել են, որ իրենց ամեն ինչ թույլատրելի է։ Տիկին Կոստանյան Փաստորեն, այս բռնաճնշումները սկսվեցին ընտրություններից դեռ մի քանի ամիս առաջ, ձերբակալությունների միջոցով փորձեցին լրացնել այն մարդկանց, ովքեր կարելի ասել հեղինակություններ են կամ կարող էին ազդել ընտրական process-ներում հասարակական կարծիքի վրա, այդ թվում նախկին պաշտոնյաներ, քաղաքապետներ, հանրային գործիչներ, արքեպիսկոպոսներ, եկեղեցականներ, հետո ինչ-որ փուլում դա կանգ առավ եւ հիմա ընտրությունից 2.5 ամիս առաջ նորից շատ ագրեսիվ ձևով վերսկսվել են այդ բռնաճնշումները։ Այս փուլում ինչից է վախենում Փաշինյանը։ Արդյոք արդեն սպառել է հասարակությանը համոզելու բոլոր լծակները, թե սրանք այլ միջոցներ են։ Ես կարծում եմ Փաշինյանը իր արսենալում կարող է անսպառ գործիքակազմեր ունենալ, կիրառելու հանրությանը մոլորության մեջ գցելու, ահաբեկելու եւ դեպի իրեն տրամադրելու, որպեսզի քվեարկեն, մենք պետք է ֆիքսենք մի հստակ փաստ։ Իր ստատիկ էլեկտորատը, այսինքն այն ընտրազանգվածը, որ վստահաբար ընտրելու է իրեն, նա ունի։ Սա անբեկանելի է։ Ես այս փուլում նույնիսկ հայրենիք կորցնելուց հետո, Արցախը կորցնելուց հետո, Հայաստանի Հանրապետության սահմանները վտանգի ենթարկելու, երբ որ ադրբեջանական զինված ուժերը գտնվում են մեր հանրապետության տարբեր մարզերի մեջ, ոչ թե սահմաններին, ինչ որ դիրքերում, որտեղից կարող են դիտարկել, դա էլ իր հերթին հայլ, հենց բուն հանրապետության տարածքում այսքանից հետո էլեկտորալ այդ զանգվածը, որը դեռևս պաշտպանում է, ես այլևս չեմ պատկերացնում էլ ինչ պիտի լինի, որ նրանք հիասթափվեն վերջնականապես, Նիկոլ Փաշինյանից։ Հետևաբար այդ էլեկտորատին պետք է հանգիստ թողնել։ Մենք ունենք ապաթիայի մեջ գտնվող քաղաքացիներ, ովքեր հուսալքությամբ չեն կարողանում կողմնորոշվել ում պետք է ընտրեն, ում ձայն տան, ում կարելի է վստահել, որովհետև շատ են տեսել խաբեություններ տասնյակ տարիներ շարունակ։ Փաշինյանը
կարծում եմ ուժեղացնելով եւ թուլացնելով, հա, իր հարցակումները տարբեր հանրային քաղաքական գործիչների, եկեղեցու վրա, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղղությամբ եկեք չմոռանանք, որ արգելվեց, սահմանափակվեց եւ տևական ժամանակ հանրային այդպիսի դեմքեր, ովքեր հեղինակությունն էին, չեն կարողանում պարզապես իրենց իրավունքներից օգտվեն եւ իրենց ընդդիմադիր խոսքը արտահայտեն։ Նա թուլացնելը եւ թուլացնելն ու ուժեղացնելը ես պայմանավորում եմ ավելի շատ սոցիալական հարցումների հետ կապում եմ այդ հարցումների հետ, որովհետև պարբերաբար այդ վարկանիշը բարձրանում եւ իջնում է, բարձրանում է ինչ չափով, ըստ երևույթին հասարակության տարբեր սեգմենտների շրջանում է անում, սեռատարիքային կազմը հաշվի առնելով, կրթական ցենզը, զբաղվածությունը եւ այլն, եւ դա պարբերաբար տատանվում է, այն փուլում, երբ վարկանիշը ընկնում է, նա որևէ մի հնարք է գործադրում, այն փուլում, երբ ինչ որ պրոցեսներ են արտաքին, ուրեմն քաղաքական դաշտում տեղի ունենում, որ կապված են Հայաստանի հետ, այդ ժամանակ էլի մի բան է դաշտ նետում։ Հիմա օրինակ պատահական չէր թոշակների բարձրացման հանգամանքը, որովհետև հստակ ազդակները ըստ երևույթին ունեին, որ վարկանիշը անկում է ապրում եւ մոտ է ընտրությունները, այսինքն այդ շեմին մոտ կարելի է մի հնարք կիրառել։ Փող չկար, մեկ էլ հանկարծ հայտնվեց, որտեղից հայտնվեց Որում մեկ ամիս առաջ էր ասում, որ եթե բարձրացնենք թոշակառուն չգիտի դա որտեղ ծախսի։ Այո, եւ շատ գրեհիկ, տհաճ եւ վիրավորող արտահայտություններով հանկարծ մեկ էլ մոռացվեց։ Ես չեմ կարծում, թե այն մարդիկ, ովքեր այդ հիասթափությունը նրանից տեսել են, հիմա ոգևորվել են, հա, որ ինչ որ մի 10,000 դրամով բարձրացվել է եւ դա իրենց կյանքի որակը բարելավելու է։ Պարզապես սրանք հնարքներ են եւ փորձելով այսպիսի հնարքների դիմել հնարավորինս ապահովագրելու է իր քվեները արդեն ընտրական process-ում։ Մեծ հույս ունեմ, որ ծանրակշիռ մասը մեր քաղաքացիների գիտակցելով, որ մենք իսկապես կանգնած ենք մեծ մարտահրավերների առաջ եւ այդ մարտահրավերները անհնար է պարզապես հաղթահարել Փաշինյան ղեկավար ունենալով, կգնան ընտրատեղամասեր եւ իրենց մերժմամբ կճանապարհեն քաղաքական աղբանոց այս ռեժիմին։ Տիկին Կոստանյան, թեպետ վերջին շրջանում, վերջին 2 ամսվա ընթացքում կարծես թե Փաշինյանը Կիրակի օրերի պատարակներին այլևս չի ստիպում քահանաներին զեղչել կաթողիկոսի անունը, բայց հակակաթողիկոսյան արշավը շարունակվում է, փաստացի թույլ չի տալիս Գարեգին II-ին մեկնել Վրաստան վրաց պատրիարքի հուղարկավորությանը։ Արդյոք սա արդեն դուրս չի գալիս իշխանություն եկեղեցի հակամարտությունից եւ արդեն արտաքին քաղաքական դաշտ գնում այս պայքարը։ Ես կարծում եմ, որ սա կարող է նաեւ վնաս հասցնել Հայաստանի հեղինակությանը, այո, արտաքին քաղաքականության տեսանկյունից, որովհետեւ ամեն դեպքում հարևան եղբայրական պետություններ են Հայաստանի Հանրապետությունը եւ Վրաստանը եւ կաթողիկոսի, այսինքն դու քո ներքին խնդիրների պատճառով անձնական վրեժխնդրությամբ պայմանավորված արգելում ես փաստացի այս պահին քո պետությունը ներկայացնող բարձրագույն պատրիարքին, որը հեղինակություն ունի ընդ որում միջազգային ասպարեզում մասնակցելու քո հարևան երկրի պատրիարքի հուղարկավորությանը, այդ անձնական վրեժխնդրությունը գերադասում է քո երկրի հեղինակությանը, սա արդեն վատ ազդակ է միջազգային հանրապետությունների։ Որում հրավերը եղել է Վրաստանից։ Իհարկե, հրավերը եղել է եւ ընդ որում խոսքից կարելի է հասկանալ, որ նույնիսկ ինքը չի մասնակցելու այդ հուղարկավորությանը, այո։ Հետևաբար սա նշանակում է, որ այս մարդու համար բացարձակ էական չէ, հա, Հայաստանը կհեղինակազրկվի միջազգային ասպարեզում արտաքին աշխարհի աչքին, կարևորը ինքը իր վրեժխնդրությունը պատվով առաջ պիտի տանի։ Տիկին Կոստանյան, փաստորեն սրան զուգահեռ իշխանությունը նաև փորձում է վերաիմաստավորել սահմանադրությունը եւ անկախության հռչակագիրը։ Երեք հստակ Փաշինյանը ձևակերպեց, որ անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է, ստեղծված կոնֆլիկտի հիման վրա, որից ազատվել է պետք իր ստեղծած խաղաղությունը անշրջելի դարձնելու համար։ Սա խաղաղության ճանապարհ է, թե արդեն պետական ինքնության զիջում։ Սահմանադրության փոփոխությունը ինչ հետևանքներ կարող է ստեղծել։ Միանշանակ չի կարող սա ոչ խոսել ինքնիշխանության մասին, որովհետև ուղիղ թելադրանք եւ պարտադրանք է արդեն Ադրբեջանի կողմից եւ նա բառացիորեն ենթարկվում է այդ հրահանգներին եւ այս մարդը, ով խոսում է ինքնիշխանության մասին, պետք է, եթե ոչ հանրության առաջ, ապա ինքն իր առաջ
գիշերը գլուխը բարձին դնելուց հիշի, որ ինքը ուղիղ ենթարկվում է թշնամական առայժմ դե ֆակտո թշնամական երկրի եւ դե յուրե թշնամական երկրի նախագահի հրահանգներին։ Այդքանից հետո ինքը իր հանդեպ հարգանք ունի եւ ինքը իր հանդեպ հարգանք չունենալու մի ամբողջ պետություն ենթարկում է ծնկաճոկ կարգավիճակով որևէ թշնամական երկրի ողորմածությանը։ Ես կարծում եմ հաջողություն չեն ունենալու սահմանադրությունը փոխելու հարցում, առավել եւս իրենք սա գիտակցելով հետաձգում են սահմանադրության փոփոխությունը խորհրդանական ընտրություններից հետո հասկանալով որ առաջ է լինելու։ Ես չեմ հավատում, որ առաջ կլինի։ Եթե իրենք գտնեն սողանցքեր, հա, որևէ կերպ, որտեղ ամեն դեպքում խոսում ենք սահմանադրական օրենքի փոփոխության մասին, որևէ կերպ ազգային ժողովում անցկացնելու իրենց մեծամասնությամբ դրա օգտին քվեարկելու տարբերակով հնարավոր է, բայց չեմ հավատում, որ դա կարվի մինչև հունիսի 7-ը ամեն դեպքում սահմանադրությունը մի բան է, երբ ամբողջ ժողովուրդը իր հավաքական կամքը պետք է դրա միջոցով արտահայտի։ Արդյոք այդ սահմանադրական տեքստը նոր կարկատան արված եւ հռչակագիրը, որը ըստ էության բեկանում է Հայաստանի Հանրապետությունը, այսինքն Հայաստանի Հանրապետությունը դե ֆակտո անկախ հանրապետությունը, որը ստեղծվել է շուրջ 30 տարի առաջ, այդ հանրապետությունը գոյություն չի ունենալու։ Ժողովուրդը պատրաստ է լինելու այս ճանապարհով գնալ մեկ հոգու կամքը առաջ տանելով եւ ենթարկվելով Ադրբեջանի ցանկություններին ամբողջատիրական ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը այնքան ողջախոհություն ունի, որ չի գնա այդ ճանապարհով։ Դե բայց ասում է, որ Ադրբեջանի պահանջը չեն կատարում, դա մեր վերլուծության արդյունքն է, որ մեզ խաղաղություն ունենալու համար անհրաժեշտ է վերացնել այդ հղումը անկախության հռչակագրին, իսկ Արցախն էլ վաղուց ճանաչված է եղել Ադրբեջանի կազմում, պարզապես գաղտնի են պահել։ Ես չի հակադարձի իրենց որևէ ձևակերպման, վերվող թեզերին, այս մարդիկ ապացուցել են 8 տարի շարունակ, որ իրենց որևէ խոսքին չի կարելի ոչ մի կերպ հավատալ, որովհետև իրենց խոսքերով Արցախը Հայաստան էր եւ վերջ, հետո Արցախը 30 տարի եղել էր Ադրբեջանի կազմում, ուղղակի մենք դա չէինք նկատել։ Նրանք ասում էին, որ Հայաստանի Հանրապետության սահմանների հանդեպ որևէ ոտնձգություն թույլ չեն տա, այսօր Գորիս-Կապան ճանապարհահատվածը գրավված է ադրբեջանական զորքերի կողմից ջերմուկի տարբեր հատվածներ, Վարդենիսի տարբեր սոտքի հանքի մի մասը եւ այլն։ Հետևաբար պետք չէ քննարկել, թե ինչ են նրանք ասում, պարզապես պետք է անընդհատ հիշեցնել, որ անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմքն է։ Չի կարող այն լինել կոնֆլիկտի առարկա, որովհետեւ եթե մենք այն դիտարկում ենք Ադրբեջանի ցանկությունների, տրամադրությունների, տրամաբանության մեջ, ապա պետք է ամբողջ Հայաստանի Հանրապետությունը հանձնվի, որովհետև նրանք պատրաստվում են այստեղ Արևմտյան Ադրբեջանը ստեղծել։ Տիկին Կոստանյան, եւ վերջում ինչ պիտի իմանա մեր հեռուստադիտողը մեր ընտրության գնալուց առաջ, եթե ընտրի իշխանությանը եւ ընտրի ընդդիմությանը, ինչպես առաջնորդվի ում ընտրել։ Պետք է առաջնորդվել շատ մեկ պարզ հանգամանքով։ 8 տարի շարունակ գործող իշխանությունը ապացուցել է, որ ինքը պատերազմի իշխանությունն է։ 3 պատերազմ են բերել մեր գլխին։ Եվ դեռ այդ պատերազմները երաշխիք չկա, որ չեն շարունակվելու, հետևաբար խաղաղության մասին բոլոր իրենց խոստումները սին են։ Որևէ այլ ընդդիմադիր ուժ, քաղաքական ուժ չունի նման պրակտիկա իր գործունեության ընթացքում։ Հետևաբար մեծագույն սուտ է, որ ընդդիմադիր թևը, ընդդիմադիր ուժերը պատերազմ են բերելու։ Իրենք բերել են պատերազմ 8 տարվա ընթացքում երաշխավորված եւ վստահաբար բերելու են։ Հետևաբար հարց տվեք ձեզ, պատրաստվում եք նորից ընտրել պատերազմ բերած իշխանությանը։ Շնորհակալ եմ։ Ես էլ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի Հայ ԱՔՎ նախաձեռնության վարչության անդամ Աննա Կոստանյանի հետ։